Բարևներ Արմաշի համից բոլորին, բոլոր իմ լավ հետևորդներին, հարգելի հետևորդներ ջան, ուրեմն տեսեք խմոր եմ պատրաստում, ուրեմն ուզում եմ հաց թխեմ, տնական հաց ու դրա հետ միասին մի հատ խաչապուրի պատրաստեմ Միլենայի համար, Միլենա խաչապուրի ուզել, ուրեմն խմորիչ եմ օգտագործում, խմորիչի մեկը լցրել եմ, մեկ տուփը, հիմա երկրորդ տուփն եմ լցնում, լցնեմ աղ և ջուր, գոլ ջուր, ոչինչ չեմ ավելացնում, ոչ ձետ, ոչ շաքարավազ, մենակ խմորիչը և աղը, հիմա լավ հունցեմ, Ժողովուրդ, վերջացրեցի ես խմորը, դե խմորը հունցեցի կադրից դուրս, հիմա կծածկեմ, շորով լավ կծածկեմ, կհասունանա, հետո կտեսնեք շարունակությունը, թե ոնց եմ անում խմորը, էլ 3 անգամ չեմ հունցելու, ընդամենը մենակ պետք է խմորը լավ հասունանա, հիմա ձեռքերս լվանամ ու խմորը ծածկեմ, ժողովուրդ, հլը տեսեք այս ինչ հավեսին խմորա ստացվեն, հələ նայեք, տեսեք այս ինչ լավ խմորայել է, չեմ, տեսեք հավեսին, հիմա ինչ ենք անում, հիմա տախտակի վրա ալյուր եմ լցնում և ամբողջ խմորը լցնեմ էստեղ, այսպես, հավեսին է, աշխատում եմ ալյուրով, հիմա խաչապուրի համար ես կտրեմ վերցնեմ, այսպես, դնենք այս կողմ, ժողովուրդ, Միլենան անհամբեր սպասում է խաչապուրի, նստել այստեղ սպասում է, որ թե եփա տատի խաչապուրի թխելու, հա Միլեն, այսպես, սա դնենք այստեղ, հիմա ինչ ենք անում ժողովուրդ, հիմա պետք է այս խմորը
բաժանեմ գնդերի ժողովուրդ։ Այսպես։ Շատ չեմ հունցում ալյուրի մեջ։ Սա արդեն հացն է, որ պետք է պատրաստեմ, հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ տեսնեք, թե լավ տարբերվող հաց եմ պատրաստում։ Այսպես։ Շատ հավեսին փոփուկ խմոր է ժողովուրդ է ստացվել։ 1, 2, 3, 4 Սա է 5 2 հատ խաչապուրի կանեմ, որոշել էի մի հատ անեմ, բայց ասի չէ, 2 հատ անեմ, թող ուտեն երեխեքը, կարող արամիկս էլ հեսա գա, առանց արամիկի չենք կարող որ ուտենք, այսպես, սա էլ այստեղ փոքր գնդեր կա, դրանք մեջը, այսպես և այսպես, այս մի փոքրը ավելացնում եմ փոքր գնդերի մեջ, ժողովուրդը, հիմա ինչ եմ անում, քանի գունդ ստացվեց, 3, 6, 9, 10 գունդ, հիմա այս խաչապուրիներն էլ պետք է թողեմ սկուտերի վրա հասունանա, հետո նոր կերած պանիրը լցնեմ մեջը, հիմա տեսեք ինչ ենք անում, նորից ալյուր, հիմա այս բացած գնդերը պետք է գրտնակեմ, իրենք եսքում, որ հարմար լինի, չխանգարի այս գնդերի, ուղղակի տախտակս այդքան էլ մեծ չի, սեղանին էլ չեմ ուզում անել, բայց ոչ շատ, ժողովուրդ, երևի այսքանը բավական է, հիմա այսպես կդնեմ սինի մեջ, հիմա երկրորդ գունդը նորից կրտնակով կբացեմ, ես մի 3 գունդը ցույց տամ ինչ եմ անում, որ հասկանալի լինի ժողովուրդ, հետո մնացածը արդեն կադրից դուրս կանեմ, հիմա, այս գունդը, որ արդեն սինիի վրա է ժողովուրդ, տեսեք, նորից ալյուր եմ անում, այսպես ձեթ եմ անում, այսպես ժողովուրդ,
Նորից մի փոքր ալյուր եւ հիմա այս երկրորդ բացած գունդն ենք արդեն դնում վրա, այսպես, ու այսպես շարունակ ժողովուրդ, այս բոլոր գնդերը այդ նույնությամբ պետք է բացեմ, հիմա նորից ալյուր եմ անում, դնենք եկով, որ հաջորդը բացեմ, այսպես ժողովուրդ, հիմա ինչ ենք անում, նորից ձեթ ենք անում, այսպես, սա դնենք մի կողմ, որ նորից ալյուր, չենք մոռանում ձեթ, ալյուր, սա երրորդ գունդն է, այսպես ժողովուրդ ջան, ու այսպես այս 10 գունդը նույնությամբ այսպես բացելու եմ սկուտեղի վրա ու վրան ցելոֆան կքաշեմ, կթողնեմ 40-45 րոպե խմորը նորից այս ձևով կհասունանա, հետո կտեսնեք շարունակությունը, դե ինչ հարգելի հետևորդներ ջան, մնացածը արդեն ես անեմ կադրից դուրս, սա դնենք մի կողմ. Ես վերջացրեցի արդեն, այսպես, հիմա այսպես կողքերը հավաքեմ, ցելոֆանը դնենք վրան ու սպասենք, որ խմորը հասունանա ժողովուրդ, մինչ խմորը հասունանա, ես արդեն կպատրաստեմ խաչապուրի, հիմա սա դնեմ մի կողմ, կողքի ալյուրը հավաքեմ, ձեռքերս լվամ, հետո որ պանիրը քեչով անցկացնեմ, սա դնենք այս կողմ, սա էլ այստեղ, ուրեմն ասեմ ժողովուրդ, այս պանիրը, որ ես հիմա օգտագործում եմ, Սևանի գործարանի պանիրն է, առաջին անգամ եմ օգտագործում այս Սևանի պանիրը, երեք ենք վերցրել, 2 կիլոգրամ, դեռ չեմ էլ հասցրել, որ կտրեմ, դնեմ ջուրը, դե գիտեի, որ պետք է խաչապուրի պատրաստեի, ասի լավ, կկտրեմ կողքից կվերցնեմ, հետո նոր կկտրատեմ պանիրը, կդնեմ աղա ջուր. Շատ հավանում եմ Կալինինոյի պանիրը, շատ համով է, շատ ու հաճախ եմ օգտվում Կալինինոյի պանիրից. Սա դնենք մի կողմ. Այսպես, դնենք սա մի կողմ,
Ժողովուրդ, վերջ, հիմա կդնեմ արդեն սիրայի մեջ, այսպես, այսպես, հիմա այս ամանը, ձեթի ամանը, որ կա, ժողովուրդ, մնացել է, վրան մի հատ ձու եմ ջարդելու ու կսեմ խաչապուրիի երեսին։ Դե ջեռոցը ես արդեն միացրել եմ, հիմա սա արդեն կտեղափոխեմ ջեռոց, հետո երկրորդ գունդը նորից կբացեմ, այսպես։ Մի փոքր եմ կտրել, այսպես հավաքում եմ, քան փափուկ է ժողովուրդ, ձեռքիս տակից խմորը փախնում է, այսպես։ Այսպես կկտրեմ, որ շատ խմոր չլինի։ Հիմա ջեռոցից հանեմ, որ այս երկրորդը դնեմ ջեռոցը, այս մեկը չեմ ծակում, հենց այսպես եմ թողնում,
Տակա, տակ կտրեցի, հիմա պիտի տակ տակել, այսպես սիրուն ուտենք։ Ժողովուրդ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Ու տեսեք ինչ եմ պատրաստել, պատրաստել եմ ակրոշկա վարունգով, ժողովուրդ, շատ լավն է, հենց հատուկ խաչապուրի համար, այսպես։ Սա էլ խաչապուրի։ Ժողովուրդ, իրոք շատ համով է։ Ժողովուրդ, տեսեք, որս լավ նորից եկել է, հիմա մի հատ էլ մաքրեմ, այսպես, ալյուր անեմ, ափսոս դե տախտակս նեղա ժողովուրդ ջան, որովհետև էսի պետքա լավ գռտնակով բացեմ, շատ մեծ, բայց կփորձեմ, որ կարողանամ այդպես բացել։
երկրորդ սինին եմ արդեն դնում, առաջին արդեն թխած է։ Իշտա հացերը ստացվում։ Հարգելիներս, թխեցի հացը, այսօր էլ այսպիսի հացեր թխեցի։ Խաչապուրին էլ շատ լավ էր ստացվել ու շատ համով ավելի հետևորդներ ջան։ Դուք տեսնեիք իմ խոհանոցի վիճակը, հարգելի հետևորդներ, հենց նոր մաքրել եմ, այդ ընթացքում, ուրեմն ասեմ, հացերը ջեռոցի մեջ ես խոհանոցն էի մաքրում, ամաներն էի լվանում, ամբողջ հատակը ալյուր էր եղել, դե ես որ գործ եմ անում, պետք է ասենց 4 կողմս թափեմ ժողովուրդ ջան, դե տեսեք եւ գնահատեք իմ այսօրվա թխած հացերը, հարգելի հետևորդներ, շատ համով է, նախապես երեխաները կերան։ Տեսեք։ Այս ձև է ստացվել հարգելիներս։ Ափսոս որ տաք է։ Այն ոնց են ասում ժողովուրդ։ Անմահակա հաց է ստացվել, հարգելի հետևորդներ ջան։ Ուտեմ վերջացնեմ։ Ուզում եմ այսքանով ավարտել իմ լավ հետևորդներին, ասեմ ամենալավն ու բարին, առողջ մնացեք հարգելի հետևորդներ ջան և լավ մնացեք։ Եվ ինչ ցտեսություն բոլորի, բայց մինչ ցտեսություն ասելը մոռացա ասեմ, ուրեմն ժողովուրդ ջան, գունդը շատ մեծ է, մենք պետք է հենց ընդհանուր ամբողջ այդ գունդը բացենք, բայց ես այդ գունդը բացեցի երկու մասի եւ երկու մասով թխեցի, այսպես ասեմ, որ ավելի հասկանալի լինի ժողովուրդ ջան, ինչի համար պատճառը հենց այս տախտակներ ժողովուրդ ջան, չուզեցի, որ ամբողջ սեղանին բացեմ, որպեսզի այդ պիցակտրելու գործիքով հանգարց իմ կլինգորը չկտրեմ, դրա համար տախտակի վրա բաժանեցի երկու մասի, բայց շատ համով ու տեսքն էլ շատ լավ հաց է ստացվել։ Դե ինչ հարգելիներս, ցտեսություն եւ խոսքս էլ ուղղեմ այն մարդկանց նորից ու նորից, որ հարգելիներս բաժանորդագրվեք Արմաշի համին Եվ դուք կտեսնեք ավելի հետաքրքիր հոլովակներ և մի խնդրանք նույնպես բաժանորդագրվեք Էլեն Շահնազարյանի TikTok-ի, համ TikTok-ն ունի Էլենը, համ էլ YouTube-յան ալիք ունի հարգելիներս, այնտեղ նորից եմ ասում, ես ասել եմ, ուրեմն Էլեն Շահնազարյան 2 հատ կա, բայց ես երկրորդը, որ Էլենը նոր բացել է, երկար մազերով ու միկրոֆոնը ձեռքին, բաժանորդագրվեք Էլենիս TikTok-ին և YouTube-յան ալիքին։ Դե ես էլ նախապես համ իմ փոխարեն, համ Էլենիս փոխարեն ասում եմ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ հին ու նոր հետևորդներից և ինչ, այսքանը։